Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք փետրվարի 19-ի լուսնի միացումների մասին։ Լուսինը ունի 1 լավ միացում, 2 լարված միացում։ Այս լարված միացումները նույն ժամերին են միանում եւ բավականին ուշ են։ Լավ միացումը տեղի ունենալու ժամը 15:30 րոպեից մինչև 21:30 րոպեն։ Բայց արդեն 21:00-ից մինչև գիշերը արդեն լույս 20 ժամը 03:00-ն արդեն ունենք լարված միացում։ Կարևորը առավոտյան, երբ որ մարդիկ առույգ են արդեն ունենք լավ միացում։ Լավ միացումը իդեպ Ուրանի հետ է, որը շատ լավ է, կարող եք յուրօրինակ բաներ ստեղծել, անսովոր նախագծեր, յուրաքանչյուր տեխնոլոգիա կարող եք օգտագործել, կիրառել։ Ուրանը օգնում է դրան, թռիչքի համար է շատ լավ, կենցաղային տեխնիկաներ կարող եք գնել, յուրաքանչյուրային հեռախոս, մեքենա, էլեկտրոնիկա եւ այլն։ Յուրաքանչյուր էլեկտրական սարքավորումներ թեկուզ ձեր գործունեության համար։ Ընդհանրապես Ուրանը դա անակնկալներն են, այնպես որ անակնկալ պահեր են լինում այս ժամանակ, հանկարծակի նորություններ, անսպասելի ինչ-որ բաներ են առաջանում մարդու մոտ, ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են առաջանում, եթե այդ պահին չեք կարողանում գրել, բայց զգում եք, որ դա կիրառելի է եւ կարող եք օգտագործել ձեր գործունեության համար, ապա գրի առեք դա, որպեսզի հետո կարողանաք այն օգտագործել։ Ոմանք կարող են ավելի այդպես գիտական հետազոտությունների մեջ խորանալ, ինչ-որ բաներ փորփրել, սիրո մեջ, նաև նոր զգացողություններ կարդանալ ոմանց մոտ։ Շատ բարենպաստ ժամանակ է գիտնականների եւ ստեղծագործների համար, իրենք անմիջապես կարողանան որոշում գտնել, նաև բոլոր մտքերը դատողությունները, այսինքն կտանի դեպի այդ յուրաքանչյուր գործունեության լուծման համար։ Եվ այստեղ ինչ կարող եմ ասել Ուրանով, շատ լավ է, որ կա մարդիկ կարող են անսպասելի նաև սիրահարվել, ովքեր որ միայնակ են, նաև ուղղակի ինքը եւ կործանում է, եւ այդպես շատ լավ է, եւ մարդուն այդպես ես սիրո հարցում կարող եմ ասել, այդպես կայծ է տալիս եւ կործանում է։ Երկուսն էլ ինքը կա։ Եվ ընդհանրապես, կարող ոնց որ այս պահին ինչ-որ մեկին տեսնեք, հավանեք, բայց 1-2 ժամ հետո եթե իր հետ եք գտնվելու, կարող եք օրինակ հիասթափվել։ Ասել, վայ, այս այն մարդը չէր, մի տեսակ, հա, կոմիսի ձև է իրան պահում կամ նման ինչ-որ պահեր։ Ընտանեկան կյանքում հնարավոր են հաճելի անակնկալներ, կարող եք որևէ կենդանի բերել տուն, կատու, ինչ-որ որևէ ցեղատեսակի շուն, այնպես որ այստեղ կարող է նաև ձեր ընկերը գալ, ինչ-որ համակարգչով ասել, նայեք, տեսեք, ինչ նորություններ եմ քաղել, ինչեր եմ գտել, այդպես։ Իսկ հետո արդեն լարված միացումներ կան, որի ժամանակ ոչինչ չի կարելի անել, այստեղ սառնություն կարող է տիրել ընտանիքում, զույգերի միջև, ժամը 21:00-ից հետո ձեր ամուսնուն կամ կնոջը մի անհանգստացրեք, որովհետև սառնություն եք զգալու։ Մարդիկ դառնում են քմահաճ, դժգոհ, ոչինչ դուր չի գալիս իրենց, մի տեսակ բզբզիկ են դառնում, այնպես որ ինձ թվում է ավելի լավ է ուղղակի իրենց հանգիստ թողեք։ Ոչինչ չի կարելի սկսել, ոչ նոր բիզնես, նոր ինչ-որ գործարքներ, վաճառել, գնել, բացարձակապես ճամփորդել, սկսել բուժման կուրս, օրգանիզմում դանդաղում են բոլոր այդ սնունդը դանդաղ է մարսվում, դրա համար ամեն ինչը օրգանիզմում շատ է դանդաղում եւ հեղուկը մնում է հյուսվածքներում։ Ախորժակը կարող է նվազել կամ անհետանալ, բացարձակ չուզենաք ուտեք։ Դա երեկոյան 21-ից հետո ավելի լավ է, որ չուտեք, բնականաբար։ Լուսինը եւ Սատուրնի հետ եւ Նեպտունի հետ միացում ունի, Նեպտունը դե ուշադիր պետք է լինել ստամոքսին, աղիքային եւ վարակիչ հիվանդություններին, թունավորումներին, թե ինչ եք ուտում։ Նույնպես խորհուրդ չի տրվում հատկապես ջրերի հետ կապված ինչ-որ գործ ունենալ, լողալ եւ այլն։ Դե ճիշտ է Հայաստանի համար գիշեր է լինում, բայց մնացած երկրների համար դեռ լույս է։ Պետք չի գուշակել, պետք չի խաղալ քարտերով, պետք չի հիպնոսների ինչ-որ սեանսների գնալ բախտագուշակների մոտ,
որևիցե գործողություններ անել, որոնք որ կապված են դիմացինին վնասելու հետ, այդ դեպքում անմիջապես ձեզ եք վնասելու, այնպես որ չի թույլատրվում, հա, գնալ նման մարդկանց մոտ, նաև էքստրասենսի մոտ, որովհետև այստեղ կարող է շատ դեպքերում մարդիկ, դուք չգիտեք ձեր քարտեզում նա ինչ դիրք ունի այս պահին, եւ դուք կարող եք քնել կամ մնալ քնած կամ չգիտեմ, այնտեղ շատ բաներ կան, որ վտանգավոր են, գնում են այն աշխարհ, գալիս են արդեն իսկ վրաները ուրիշ կենդանիներ վերցրած, ուրիշ երևույթներ, դրանք մի քիչ վախենալու են հատկապես այս ժամանակահատվածում։ Ոչ էլ էքստրասենսների մոտ, որովհետև իրենք էլ եւ երբեմն ինչ որ կարող է ինչ որ բաներ ասեն, անեք, որը վնասի ձեզ։ Եվ իրենք էլ չեն կարողանալու այդ օրը նաեւ ինչ որ բաներ ասել ձեզ։ Չնայած իրենք ապագան չեն կարող գուշակել։ Լավագույն դեպքում 1-2 շաբաթ, լավ ամիս։ Եվ կարող եք հավատալ, որ բոլորը բարի են, բոլորը օգտակար են, ոչ ոք ձեզ ոչինչ չի անում, ոչ ոք ձեզ չի խաբում, հա, վարդագույն ակնոցներ եք դնելու ձեր աչքերին եւ մանգակ, ամուսինը իրիկունը տուն եկավ, հա, ոչինչ, դե նորմալ է, աշխատանքը ժամ 6-ն էր ավարտվում, բայց նորմալ է, որ ինքը 11-ին է գալիս տուն։ Դե հա, ինքը շատ զբաղված էր, ինքը աշխատանքի դուրս էլի գործեր անում, նմանատիպ ինչ որ բաներ կլինի ձեր մոտ, որ դուք ինքներդ ձեզ այդ վարդագույն ակնոցներով կհամոզեք, որ ամեն ինչ նորմալ է եւ ուղղակի որոշել է ուշ տուն գալ, օրինակ։ Դե թմրանյութեր այս ժամանակահատվածում, դեղորայք այս ժամանակահատվածում, հա, բացարձակ պետք է զգուշ լինել, հատկապես գիշերը, թե ինչ եք խմում, ինչ եք օգտագործում։ Եվ լուսինը արդեն անցնելու է խոյ նշան, այնպես որ ես ասել եմ, որ կարմիրը շատ լավ է արյան շրջանառության համար, կարող եք ուտել եւ իհարկե գործեր կարող եք սկսել, արդեն սկսվում է 3-րդ լուսնային օրը, չնայած որ ես 2-րդից եմ սկսում։ Յուրաքանչյուր բան թեկուզ, որ դե լուսնի միացումները շատ կարեւոր են, լուսինը այսօրը, երբ որ ես անում եմ փետրվարի 18-ին, լուսինը շատ լավ միացումներ ունի եւ ինչու՞ չէ պետք է հենց օգտվել այդ առիթից եւ այսօր սկսել, ինչու սպասել ավել։ Ճիշտ է, լուսինը դեռ լավ չի երևում, բայց դե ինչ որ չափով մարդը պետք է սկսի։ Այնպես որ լարված պահեր կան, պետք է ուշադիր լինեք, եթե սառնություն եք զգում այդքան մի տառապեք, մտածեք, որ դա Սատուրնից է եւ դեր զույգը այդպես կարող է սառը լինել, հենց ուշ տուն գալ, որովհետեւ այդ սառնությունը, որ չի ուզում այդ սիրիբիլի պահերը, չի ուզում այդ ինչ գործնական է ավելի շատ, կարող ընկերների հետ լինի, քան սիրիբիլի, այդպես։ Եվ իհարկե այնտեղ վարդագույն ակնոցները։ Երևի թե այսքանն էր, ինչը որ ուզում էի ձեզ ասել։ Մնացածը ես շատ մանրամասն ասում եմ նաև լուսնային օրացույցի մեջ, ծնված երեխայի հետ կապված եւ այլն հիվանդությունների, որոնք որ կարող են առաջանալ այդ օրը։ Եվ մնացած այլ հարցերը։ Կարող եք լսել նաև լուսնային օրացույցը։ Այսքանը սիրելիներս եւ խավարման մասին տեսանյութը եւս կարող եք նայել, որովհետեւ խավարում այնպես չի, որ 3 եղավ վերջ, ինչ ազդեցություն թողեց։ Դուք պետք է իմանաք ինչ ազդեցություն է թողելու նա դեռ ձեր վրա այս տարիների ընթացքում, ոչ թե հենց միայն այդ օրը։ Միայն այդ օրը ուղղակի կարող եք լարված լինել, ձեզ վատը զգայք, ուրիշ ոչինչ։ Եվ ովքեր որ ունեն գլխի հետևի մասում ցավ, նաև ականջներում, ապա պետք է մաքրեք ոսկորները, կարող եք 1 դափնու տերևը եփեք 1 լիտր եռացող ջրի մեջ, մինչև ծավալը դառնա կես բաժակ, այդքան պետք է եռացնել, եւ այդ եփուկը ընդունել ձեր օրգանիզմ, գուցե կարող քիչ-քիչ եք ընդունում, գուցե նաև միանգամից եք ընդունում, ովքեր որ ինչպես որ կցանկանան։ Դա 3-րդ օրը պետք է անեք լուսնային, նայեք երբ է սկսում լուսնային 3-րդ օրը, երբ է ավարտվում լուսնային 3-րդ օրը, նոր հետո արեք, դա միայն լուսնային 3-րդ օրվան է վերաբերվում։ Եվ ընդհանրապես պետք է ուշադրություն դարձնել, որովհետև յուրաքանչյուր պատերազմի հայտարարություն, որ լինելու է պատերազմ, դա լինում է լուսնային 3-րդ օրը։ Ես չեմ նայել մնացածը այն ժամանակ, որովհետև չեմ հիշում հստակ օր, թե երբ են նշել, որ այդ օրը որ պատրաստ են պատերազմի,
Բայց սովորաբար դա տեղի ունենում լուսնային երրորդ օրը, որովհետև այդ օրը, ինչպես որ ասում են, սրում են բոլոր զենքերը, դանակները եւ դա միստիկ ինչ որ ազդեցություն է ունենում մարդկանց վրա եւ մարդը գնում է դեպի պատերազմ։ Դա կարող է լինել նաեւ մարդկանց անձնական կյանքում, այսինքն երրորդ օրը պայքար է դա եւ մարդը պատրաստ է յուրաքանչյուր բանով պայքարել, թեկուզ օրինակ դրսում դանակով, ինքը իրեն պաշտպանելու համար։ Որովհետև այդ օրը նաև համարվում է դանակ սրելու օր, արծաթեղեն պատրաստելու կամ ձուլելու արծաթը, դրա համար ոնց որ համարվում է նմանատիպ օր, որ մարդիկ մետաղներ են ստեղծում, սրում են դանակները, սրում են ամեն ինչ, որպեսզի հարձակվեն դիմացինի վրա։ Եվ կարելի ընդհանրապես ուշադրություն դարձնել, ես չեմ հիշում, թե ինչ որ մեկը գիտի թե երբ են հայտարարել հստակ, ես հիշում եմ, որ հայտարարեցին իրենք ամբիոնից, որ պատրաստ են, այդ օրը կարող ենք նայել, տեսնել, որ երրորդ լուսնային օրն է։ Եվ քանի որ արդեն սկսվել է ձիու տարին, ես պատրաստում եմ ձեզ համար չինական հորոսկոպ, բոլոր կենդանակերպի նշանների համար, Նաև ուզում եմ ասել, փետրվարի 19-ի եւ 18-ին եք այսօր լսելու, նաև 19-ի համար կասեմ։ Այսօրը համարվում է նաև կովերը ընդհանրապես սատկում են այս ժամանակահատվածում, մահանում են, չգիտեմ ինչպես եք ասում։ Ընդհանրապես մարդիկ գյուղացիները գոմերը մաքրում էին այս ժամանակահատվածում խեժով թրջված հին կեղևոտ կոշիկներով, որոնցից կովի մահը ոնց որ ասում են փախչում է, եւ չի գալիս եւ կովերը չեն մահանում։ Նույնը նաև մարդիկ արել են ձթով պատված կոշիկներով, սանդալներով այնտեղ էին թողնում մուտքի մոտ գոմի։ Միգուցե մինչև այժմ պահպանվում է այդ ավանդույթը։ Եվ փետրվարի 19-ին հատկապես գյուղերում, հատկապես ովքեր որ ապրում են բավականին ծայրամասերում, ապա եթե տեսնում եք ինչ-որ տարօրինակ մարդու, ապա լավ կլինի, որ աղոթեք։ Բայց եւ նաեւ այդ օրը եւս պետք է պահպանեք ձեր ֆերմաները, հատկապես կովերը, հորթերը, որովհետեւ այս ժամանակահատվածում ծննդաբերելուց ցրտահարություն է լինում եւ իրենք կարող են տեղում մահանալ։ Այսքանը սիրելիներս, չի երկարացնեմ տեսանյութը, բոլորիդ լավ օր եմ մաղթում։